Բարև ձեզ բոլորին։ Առաջին հերթին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն ասուլիսից ասուլիս զարգացնում է հայերենը, նկատում Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև առևտրաշրջանառությունը համեստ ցուցանիշով է։ Տարեկան 50 միլիոն եվրոյի է հասնում։ Սա եւս պետք է զարգացնել։ Մանավանդ որ դրական միտումներ կան, ֆրանսիացի խոշոր ներդրողները հետաքրքրված են հայկական շուկայով, քանի որ այն հնարավորություն է նաեւ իրանական եւ ԵԱՏՄ շուկա մտնելու համար։ Հայաստանում ֆրանսիական ներդրումների ծավալն ավելանում է, այստեղ արդեն հաստատվել եւ գործում են ֆրանսիական խոշոր ընկերություններ եւ դրանցից Ֆրանսիա հասնող ազդակները որոշիչ են լինելու նոր ներդրումների համար։ Ֆրանսիան պատրաստվում է ազգային տոնին 1880-ից սկսած ամեն տարի հուլիսի 14-ին եւ ֆրանսիացիներին միավորելու խորհրդով։ Սա ժողովրդավարության տոն է, քաղաքացիների եւ իշխանությունների համերաշխության տոն։ Հիմա Ֆրանսիայում եւ ամբողջ Եվրոպայում տարակարծություններ են եւ փոփոխությունների շրջան։ Այս փուլում առաջնահերթ են անվտանգության խնդիրները։ Ֆրանսիացի դիվանագետը նկատում է Եվրոպայում նախագահների, կանցլերների եւ եվրոպացիների միջև հակասություններն են խորանում։ G20-ի բախումները ապացույց։ Ֆրանսիայի նոր նախագահի նախընտրական Եվրոպամետ դիրքորոշումները սպասված էին ոչ միայն ֆրանսիացիների համար։ Հիմա ամբողջ Եվրոպան սպասում է դրանց իրագործմանը։ Անի Ավետյան, Նարեկ Եղիազարյան, ժամը լրատվական։